Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 24-րդ գլուխ Դավիթ մարդահամար կգադարե։ Դիրոջ փարգությունը վերստին Իսրայելի թեմ փորփոքեցավ ու Դավիթը անոնց թեմ թրթեց ըսելով. Քնա Իսրայելը եւ Հութան համրե։ Թագավորը իրքով եղող Հովաբ Զորաբեդին ըսավ. Այժմ շրջակայե Իսրայելի բոլոր դողմերու մեջ, թանեն մինչև Պերսապե, ու ժողովուրդը թվարգեցեք, որբեսի ժողովրդին թիվը գիտնամ։ Հովաբ թագավորին ըսավ. Դերը քո Աստվածդ թող հարյուրաբադիկ ավելցնե ժողովուրդը կան այնչափ որ է, եւ իմ դիրոջս թագավորին աչքերը տեսնեն, բայց իմ դերս թագավորը ինչու այս բանին կփախցա։ Բայց երբ թագավորի խոսքը Հովաբի ու Զորաբեդներուն բարդատրվեցավ, Հովաբ Զորաբեդներուն հետ թագավորին արչևեն դուրս ելավ, որբեսի Իսրայելի ժողովուրդը թվարգե։ Հորտանանին անցան եւ քաթի ծորի մեջ եղող քաղաքին աջ կողմը Արոեր փանագեցան։ Հետո Հազեր, Քաղաաթ ու Թակտիմատասի երգիրը հասան։ Անգե Թանիան եւ Սիտոնի շրջակայքը հասան։ Անգե Դյուրոսի ամրոցը եւ խևացներուն ու կանանացներուն բոլոր քաղաքները կացին, ապա Հութայի հարավային կողմեն Պերսապեեն դուրս ելան, ամբողջ երգիրը շրջակայեցան եւ 9 ամիս ու 20 օր ետք Երուսաղեմ հասան։ Հովաբ ժողովրդին մարդահամարին թիվը թագավորին տվավ։ Իսրայելի մեջ 800,000 սուր քաշող գդրիչ մարդ կար, իսկ Հութայանները 500,000 մարդ էին։ Դավիթի խիղճը զինք խայթեց ժողովուրդը հաշվելեն ետք։ Դավիթ դիրոջ ըսավ. Ասիգանելով մեծապես մեղանչեցի, հիմա գաղերսեմ ով դեր, ներեք ու ծարայիդ անօրենությունը, որովհետև հույժ ամմդությամբ վարվեցա։ Երբ Դավիթ արդուն ելավ, դերը խոսեցավ Դավիթի դեսանողին Քաթ մարգարեին ըսելով. Քնա ու Դավիթին ըսե. Դերը սագս է, ես քեզի 3 բան կառաջարկեմ, անոնցմե մեկը ընտրե, որ քեզի ենեմ։ Քաթ Դավիթի եկավ, անոր հաղորդեց եւ անոր ըսավ. 7 տարի քու վրատ սովքա երկրիտ մեջ, կամ 3 ամիս թշնամիներուդ արջևեն փախչիս ու անոն քեզ հալածեն, կամ թե 3 օր երկրիտ մեջ ժանդախտ ըլլա։ Հիմա մտածե եւ ասե, թե ինչ պիտի պատասխանեմ զիս ղրգողին։ Դավիթ քաթի ըսավ. Չափազանց կդակնաբիմ, այժմ դիրոջ ցերկը ինանք, որովհետև անոր կտությունը շատ է, մարդու ցերկը չինամ։ Ոստի դերը Իսրայելի վրա ժանդախտ ըրգեց, այդ արդվն է մինչև որոշված ժամանակը։ Թանեն մինչև Պերսապե ժողովուրդեն 70,000 մարդ մեռավ։ Աստուծո հրեշտակը ցերկը Երուսաղեմի վրա երկարեց, որբեսի զայն գործանե, բայց դերը այս ճարիքեն հրաժարեցավ ու ժողովուրդը գոդորող հրեշտակին ըսավ. Բավական է, հիմա ցերկդ քաշե։ Դիրոջ հրեշտակը Հեպուսացի Որնայի գալինքով էր։ Դավիթ ժողովուրդը զարնող հրեշտակը տեսնելով դիրոջ ըսավ. Ահա ես մեղանչեցի, ես անօրենություն կործեցի, բայց այս ոչխարները ինչ ըրին, գաղերսեմ, քու ցերկդ իմ վրաս ու հորս դան վրա ալլա։ Նույն օրը Քաթ Դավիթի եկավ եւ անոր ըսավ. Բարձրացիր, Հեպուսացի Որնայի գալի մեջ դիրոջ զոհասեղամը կանգնեցուր։ Դավիթ Քաթի խոսքին ամացայն բարձրացավ, ինչպես դերը բադվիրեր էր։ Որնա նայեցավ ու տեսավ, թե թագավորը եւ անոր ծառաները իրեն գուքան։ Ոստի Որնա դուրս ելավ ու թեմքը մինչև գետին խոնարեցնելով թագավորին երկրբակեց։ Որնա ասավ. Արդյոք ինչ պատճառով իմ դերս թագավորը իր ծառային եկավ։ Դավիթ ասավ. Այս գալը քեզ մե քնելու եւ դիրոջ զոհասեղամը գառուցանելու համար, որբեսի ժողովրդին մեջեն բադուհասը թատրի։ Որնա Դավիթի ասավ. Իմ դերս թագավորը զայն թող առնե եւ ինչպես որ իրեն հաջելի է թող զոհե։ Ահա եզները ողջագեզի համար թողլան, իսկ ցականներն ու եզներուն գազմածները փայդի համար։ Այս բոլորը ով թագավոր, Որնա թագավորին գուտա։ Նաեւ Որնա թագավորին ասավ. Դերը քո Աստվածդ քեզի հաջի։ Բայց թագավորը Որնայի ասավ. Ոչ, հաբա ես զանոն քեզ մե անպայման տրամով պիտի քնեմ։ Դիրոջ իմ Աստուծույս ողջագեզ պիտի չմատուցանեմ առանց վճարումի։
ուստի Դավիթ գալն ու եզները 50 սիգ արձատի կնեց։ Դավիթ հոն դիրոջ զոհասեղան գառուցանեց եւ անոր վրա ողջագեզներ ու խաղաղության զոհեր մատուցանեց։ Դերնալ երկրին համար եղած տախանցանքը ընդունեց եւ Իսրայելի մեջեն բադուհասը թատրեցավ։ Փառքեզ Դեր Աստված մեր, ամեն։ Ահավասիկ սիրելի ասկագիցներ, ավարտեցի ցեզի ընթերցել թագավորներու երկրորդ գիրքը։ Աստուծո գամքով գսկսինք հաջորդ գրքի ընթերցանության թագավորներու երրորդ գրքի։ Անկամ եւս կարդացեք թագավորներու այս երկրորդ գիրքը։ Այնտեղ տեսանք թե ինչպես գբատմվի Դավիթ թագավորի 40 տարիներու թագավորության մասին։ Եվ սակայն Դավիթ, որ Աստուծո մոտ էր, Դավիթ դժբախտաբար մեղանչեց։ Եվ մենք տեսանք, թե ինչպես Դավիթ զղջաց իր կործած մեղքին համար, թեև իր զավակը, ծնած զավակը մեղքի զավակ եղավ ու մահացավ, բայց Դավիթ ապաշխարեց եւ Դերը ընդունեց անոր ապաշխարանքը։ Սիրելիներ, Դավիթը օրինակ է նաեւ մեզի։ Մենք ալ մեր հոգևոր կյանքի մեջ Աստուծո մոտ եղած ժամանակ գրնանք դժբախտաբար սայթակիլ, քայթակղիլ, ինալ մեղքի մեջ։ Բայց չծածկենք մեր մեղքը, մեր մեջ մեղքը, որովհետև մեղքը քաղցկեղի պես մեր ներսեն գուտե։ Այլ սիրելներ, Աստուծո դիմաց կանք, խոնարհինք, ձունգի կանք, մեր գուրծքը ձեզենք, զղջանք մեր մեղքին համար, ապաշխարենք, արցունք տապենք եւ Տիրոջ ասենք. «Ները Դեր, ները ինձի իմ բոլոր մեղքերս»։ Եվ այդ ժամանակ Դերը որ ողորմած է, երկայնամիտ, փազումողորմ, քթած, Դերը որ սեր է, Դերը որ մեր մեղքերուն համաձայն չի հատուցաներ մեզի, իր կտության համաձայն պիտի ները մեզի մեր մեղքերը եւ մեզ վերստին որդիի բադիվին մեջ վերահաստատե։ Հետևաբար, սիրելի քույրեր, եղբայրներ, այս կյանքի մեջը ովքեր որալ աբրած են, նույնիսկ մեծ սուրբերը, ինգած են մեղքերու մեջ։ Մեղքը միշտ մեր ետևեն է, որովհետև չարը երբ կտեսնե, որ Աստուծո կմոտենանք, ավելի փորձության կմատնե մեզ։ Բայց Տեր Հիսուս Քրիստոս փորձության ժամանակ իսկ հաղթեց սատանային ու մեզի իշխանություն տվավ գողկրդելու չարը մեր ոտքերուն տակ։ Ամեն անգամ երբ փորձության մեջ լանք, Աստուծո խոսքով զորանանք, ու Աստծո խոսքով բادرազմինք փորձության թեմ, ինչպես Տեր Հիսուս Քրիստոս ինք ըրավ։ Եվ երբ սատանան փորձե մեզ, կարողանանք ասել. «Եդիս կնաս սատանա, Տեր Հիսուս Քրիստոսի անունով կհրամայեմ քեզի»։ Սիրելիներ, ապրինք սրբությամբ, քալենք Աստուծո ճամփաներու մեջ են, խոնարեցնենք մեր անձը, զղջանք մեր մեղքերը, ապաշխարության արցունք տապենք եւ խնդրենք Տիրոջը, որ ոչ թե արդարությամբ մեզ տադե ու մեր ննչեցյալ հարազատները, այլ իր քթության արժանացնե, որովհետև Աստուծո, եթե Աստված արդար տադե, ոչ ոք կրնա փրկվել, բայց եթե Աստված իր քթությունը մեր վրա դարածե, ապա իր ողորմությամբ կրնանք փրկվել։ Դավիթի նման հզոր լանք հավատքի մեջ, Դավիթի նման գապված լանք Աստուծո։ Երբեք սիրելներ, մեր ցերկը ուրիշի վրա չել կարենք, այլ մեր տադը Աստուծո դանք եւ Աստված ինքն է, որ մեր փոխարեն մեր վրեժը գլուծե։ Մենք բոլորին համար աղոթենք, մենք սրբությամբ ապրենք, ըզգուշը լանք մեր կյանքին, որ սխալ ճամփաներու մեջ չինանք, ըզգուշը լանք, որ Աստուծո ճամփաներեն, բադվիրաններեն չշեղինք, այլ իր կանոններուն, իր բադվիրաններու մեջ ենք ալենք, որովհետեւ կարողանանք սիրելիներ Տիրոջ ճամփուն մեջ ենք ալելով, իր հետքերուն վրա ենք ալելով հասնել հավիտենական կյանքին։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, ողջ մնացեք, առողջ մնացեք, օրհնյալ մնացեք։